Շատ բան չի փոխվել, ցավոք սրտի լավ ու վատ ենք տեսնում երկուսն էլ, բայց ինչ անենք, մեր երկիրն է, ու ես ուզում եմ մենակ լավը տեսնեմ ստեղ, բայց հույսով եմ։ Ծնունդով վանաձորցի Ռոման Միտիչյանը Հայաստանից հեռանալուց հետո առաջին անգամ է վերադառնում, ապրում եւ ստեղծագործում է Հոլիվուդում։ 20 տարի առաջ ճանապարհը նրան տարավ հայրենիքից հեռու։ Վանաձորցի մարզիկը սակայն ԱՄՆ-ում սամբո ըմբշամարտով չշարունակեց։ Նախ զբաղվեց ձյուդոյով, բայց հոլիվուդյան սահման հմայքն ու կինոյի կախարդական աշխարհը դարձան նրա աշխարհը։ 70-ից ավելի դերեր կերտած Ռոման Միտիչյանն անկեղծանում է, սկսել է էպիզոդիկ փոքրիկ դերերից, հետո նկատել են, առաջարկել եւ սկսվել է արտիստի 24 ժամյա հագեցած աշխատանքը։ Ցավոք հիմնականում բացասական կերպարներ մարմնավորելու դերեր են առաջարկում, ասում է, բայց գործը մնում է գործ։ You picked the wrong day to ride into town and be the good guy. Game's almost over, tough guy. It's your move. Ամերիկացիները խոսում են Հոլիվուդի մասին, հիմա անգլերեն մի հատ ֆրազա կա, ասում է dream crusher, այսինքն գալիս են ընդ ու իրենց երազանքները ջարդվում է, բայց տենց չի, այսինքն ով որ գալիս է մի տարում ուզում է ինչ-որ հաջողություն ունենա Հոլիվուդում, սխալ ճանապարհ է, մի տարում չի ստացվում, դա տարիներ, բավականին աշխատանք։ Բեն Աֆլեքի օսկարակիր Argo ֆիլմը, Forçage 7, Extraction եւ այլն։ Սրանք Ռոմանի նկարահանված ֆիլմերի չնչին մասն են, սակայն նրա համար ամենահիշվողն ու ապրվածը վերջերս նկարահանված Խոստում ֆիլմն է։ Այն պատմում է հայոց ցեղասպանության մասին։ Ռեժիսորը ծագումով իռլանդացի աշխարհահռչակ Թերի Ջորջն է, ով հայտնի է իր Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող Hotel Rwanda, Schindler's List ֆիլմերով։ Ավելի քան $100 միլիոն բյուջե ունեցող Խոստում ֆիլմի հովանավորն ու նախաձեռնողը հայազգի միլիարդատեր Քրկ Քրքորյանն է։ Ֆիլմը պատմում է 20-րդ դարասկզբի հայոց չսպիացող վերքի մասին։ Իր մարմնավորած կերպարի մասին Միտիչյանը հակիրճ է պատմում։ Խորհուրդ է տալիս ֆիլմը դիտել։ This is our opportunity. We will restore the great Ottoman Empire. We cannot be here. We must leave. Գլխավոր ֆիդայիններ են, որոնք հանդիպում են մեծ հայերի փախստական, որ փախնում են Իստանբուլից, 15 թիվն է, ու մենք հանդիպում ենք Մուսալերի ճանապարհի ժամանակ ու իրանց ոնց որ տանում ենք դեպի Մուսալեր, իմ մոտ շատ դժվար զգացմունքներ, շուտ դաժե երազներ, sense շատ էի խորացել։ Իմ կերպարի անունը Վան էր, մնացածը կթողնեմ, որ ֆիլմը նայեք։ Ռոմանը ցավով է նշում, որ հայոց ցեղասպանության մասին ֆիլմում խաղում է ընդամենը 4 հայ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակում, այն մեծ էկրան կբարձրանա եկող տարի։ Իսկ ընտանիքը խանգարում է, թե օգնում դերասանի ժամանակատար աշխատանքում, երբ ամիսներ շարունակ տանից ստիպված է բացակայել։ Կինը հայուհի է եւ հենց այստեղ էլ օգնության է հասնում հայ կնոջ համբերատարությունն ու նվիրվածությունը։ Ինքը հասկանում է իմ գործը։ Այդ ամենակարևոր բանն է։ Տանը ինչ ձև եմ, չգիտեմ, հայկական։ Մեր տրադիցիաներով ոնց որ կա։ Մենակ շատ հաճույք ստանում եմ, երբ որ ինչ-որ մեկի համար մի բան եմ անում, իրանք շփվում են, այդ դրանով հագ եմ ունում։ 20 տարի անց տեսնելով ծննդավայրը տխրում է հիշողությունների գիրովականից, այսօր քիչ բան է փոխվել։ Սիրելի ջունգլիներ թաղամասը, Ռաֆու անվան համար 19 դպրոցը, որն իր սովորելու տարիներին տնակներում էր գործում։ Ռոմանը ծրագրեր շատ ունի, հուսով է, որ մոտ ապագայում նորից կգա Հայաստան։ Հիմա մեկնելու է, քանի որ նոյեմբերին սկսվում են Ջորջ Քլունիի նոր ֆիլմի նկարահանումները։ Հայկական նախագծերից հրավերներ եղել են, սակայն դեռ չի համագործակցել։ Մեկնելուց առաջ միակ ցանկությունն է սիրելի Վանաձորը տեսնել զարգացող քաղաք, որ մարդը ձգտի կայանալ իր ծննդավայրում եւ ստեղծագործել իր երկրի համար։ Հերմինե Զարմանյան, Ելենա Սաքանյան, Լորի հեռուստաընկերություն։